Անցյալ անգամ ես միաբջիջների մասին զրուցեցի, հենց իմ անցյալ վիդեոյին, պարզվում է արդեն դարձել են շունշյանգյալ, ոչ միայն միաբջիջ, իրանք թող առանձին նստեն, որտեվ իրանց մասին եմ խոսալու, իսկ իմ հայրենակիցներին, բարեկամներին եւ հետևորդներին կխնդրեմ, որ հաղորդման ընթացքում չմոռանաք դնեք ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ժողովուրդ ջան, ուրեմն առաջի անգամ չեք լսի ինձանից, որ ես ասում եմ եւ ասել եմ եւ ասելու եմ, որ հայ առաքելական եկեղեցին զավթված է եւ վերին խավը գոնե վերին խավը մեր ճակերտների մեջ իհարկե հոգևորականների, իրանք հոգևորական չեն, իրանք ինչ որ մի մաֆիայի մաս կազմող մարդիկ են, որոնք որ Աստծո հետ ընդհանրապես կապ չունեն, ուղղակի այստեղ իրանք Աստծո անունը օգտագործելով փորձում են իրենց սև գործերը առաջ տանել։ Ես բազմաթիվ անգամ եմ այս թեմայի մասին զրուցել, դեռ երկրի իշխանությունները ընդհանրապես այս թեմայով չէին խոսում, իսկ ես այն որ ասում է հենց իմ ալիքի բացման երկրորդ շորտից սկսել եմ այդ թեմայի մասին խոսել եւ այսօր իմ խոսքերի ապացույցը այն է, որ եկեղեցուն, ճակերտների մեջ ասած եկեղեցուն, հա, իրանք տենց են ներկայացնում, որ մթոմ եկեղեցի են պաշտպանում, հա, եկեղեցուն պաշտպանողները, Աստծո արժեքները պաշտպանողները, չգիտեմ, մեր սրբությունները պաշտպանողները այսօր սենց նստած աղ երկրով մեկ գումար են բաժանում։ Հասկանում եք, իրանք ինչ լավ եկեղեցու պաշտպաններն են կամ չգիտեմ, եկեղեցու մեջ իրանց նկարը խփողները, հա։ Ասես նստած սիրուն գումար են բաժանում, իսկ միաբջիջները, շունշանգյալները, որոշ հանգամանքներում բոշաներ, ինչ ասես մենք լսեցինք այս զապիսների մեջ, հա, այս մարդիկ չնայած մարդ լինելը իրանց համար շատ բարձրագույն արժեք, հա, էլի, այս էակները սիրով վերցնում են այդ գումարները եւ իհարկե վաճառում են թե մեր իրական եկեղեցին, թե մեր իրական արժեքները, թե Աստծո արժեքները, թե մեր պետությունը, թե իրենց ընտանիքներին, թե զավակներին եւ այլն։ Հասկանում եք, չէ, որ մարդ եթե վերցնում է գումար եւ գնում է եւ կատարում է այդ զակասը, հա, եւ ընտրում է այն տեխնացուին, ով որ իրան փողա տվե, նա վաճառում է իր պետականությունը, իր ընտանիքը, հա, իր երեխաներին, այսինքն ինքը ոնց մարդ կոչենք այդ մարդուն, նա մարդ չէ, հա, նա ինչ որ ապրանք է, այն էլ էժանագույն ապրանք է։ Դուք հասկանում եք, որ այդ մարդուն ինչ տեսակ հայոյանք ուզեք կարող եք տակ, ես հայոյանք հիմա չեմ տալի, որ եթերը չփչացնեմ, բայց իրանք այն որ ասում է առավելագույնին արժանապատիվ են։ Ցանկացած այն մարդիկ, ովքեր որ չգիտեմ, իրանց կներկայացնեն նույնպես չգիտեմ, նենց լավ տղա, ճակերտների մեջ ասած լավ տղա, որտեվ ես 1000 անգամ ասել եմ, որ մեր պատկերացումներով լավ տղեն դի ուրիշ բան է, բայց ով որ մնացել է 90-ականների փդած ժեշտի տակ ու չգիտեմ իրանց քուչում համարում է իրան, չգիտեմ, նենց լավ տղա ուղղորդում է, հա, այս ամենը դե գիտեք, չէ, տենց թաղային մթոմ հեղինակություններն են այդ ձև բաներ ուղղորդում, հա, ինքը չի կարա լինի լավ տղա, որտեվ ոնց կարող է լավ տղեն ծախի իր պետականությունը, լավ տղեն ծախի իր ընտանիքին, լավ տղեն ծախի իր երեխեքի ապագան եւ այլն։ Հենց որ ինչ որ մեկը եթե տենց ներկանա, չգիտեմ, կամ դուք ճանաչեք լավ տղա ու իհարկե այս գործերի մեջ է, հա, միանգամից փաթեք իրան էլ իր ընտանիքին էլ իր ընտանիքի անդամներին էլ, որտեվ ինքը չի կարող լինի լավ տղա, արդարանալու տեղ ոչ մի ձև չունի, էլի։ Այսինքն ոչ մի առումով ինքը չի կարող արդարանա, ինքը գցենք հայազգի ամենատականք տեսակն է, եթե իհարկե հայ է, որտեվ ես իրանց հայության վրա լիքը կասկածում եմ, եւ սա այն մարդիկ են, ովքեր որ ծախել են իրանց սրբությունները, թե ընտանեկան արժեքները, թե մարդկային արժեքները, թե հայի արժեքները, թե քրիստոնեական արժեքները։ Հաթած sense այդանք նշելով, որ բոլորը ընկալեն, էլի, իրանք ով են, ինչ են, ինչով են զբաղվում, որտեվ հայրենիքի փրկությունը իհարկե չես կարող գտնել այնպիսի մարդու մեջ, ով որ քեզ գումար է տալի, հա, այսինքն եթե գումարով ուզում է առնել երկրի աթոռը, նա չի կարող լինի հայրենիքի փրկության ճանապարհը։ Սա ինչու եմ ասում, որովհետև հեսա կլինեն այն ձև մարդիկ, ովքեր կուզենան
սենց ժողովրդական լեզվով ասած կռուծի ծլնեն, հա, դες կռուտի տնեն, ասեն գիտեք ինչ կա մենք հայրենիքի համար ենք անում, բայց ինչ վիճակ կա, այս ղեկավարությունը երկիրը էս արեց, այն արեց, էսի հանձնեց, այնի չհանձնեց, հա չգիտեմ թուրքի մուրքի ծառանա, դե գիտեք այդ նույն խոսակցությունները ամեն անգամ որ ասում են, իրանք է դրա տակ ուզենալու են կռուտի տնեն, էսի կռուտի տնելու բան չի, հա, եթե գումարով քեզնից ուզում են երկրի պետականություն, առաջի հերթին քեզ առնեն քո ընտանիքին, որ հետո պիտի ընտանիքից չինեն, էլի իհարկե, բա թո էդի նենց հենց նենց փողը չեն տալի, բա փողը տալիս են, որ հետո քեզնից պիտի քերեն, հա, երեխուդ էլ պիտի քերեն, հա, շինելու են երեխուդ, ասեմ իմացի, հա, նենց որ ստե կռուտի չկա, իրանք չեն կարող ալեն լավ տղա, իրանց տեսանկյունից լավ տղա, իրանք են գլխից էլ լավ տղա չեն եղել, բայց հմի вообще, հա, դառնում են վատ տղա, սա ասեմ բոլորին, որ բոլորը ընկալեն, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետության ներսում, իհարկե այս ամենը գալիս է նրանից, որ սա մի հատ մեծ բաց թողում է իրականում երկրի իշխանության կողմից, այլ անպայման պետք է նշենք, քանի որ իշխանությունը մեռավ այդ մթոմ ճակերտների մեջ ասած թավշյա մեր գլխին խաղալով, իրականում ոչ մի թավշյա էլ չի խաղում, ինքը չի պատժում ոչ մեկին, անպատժելի մթնոլորտ հտիրում, իր ժամանակին եթե քաղաքական գնահատականներ տար այն ինչը որ կատարվել էր մեր երկրում, որ երկիրը կեղեքացները, հա, երկիրը թալանացները նորմալ պատասխանատվության ենթարկվեին ժողովուրդ ջան, հա, հիմա այսպիսի բաներ չլինի, արդեն կիմանային, որ պետք է պատժվեն, հա, եւ ցավոք սրտի հիմա որ երիտասարդությունն էլա գտնվում այս խաղերի մեջ, հա, շատ ինչքան երիտասարդների ձայներ լսեցինք հաղորդագրությունների, այդ զապիսների մեջ, այսպես ասած, տեսնում ենք, որ երիտասարդներ էլ կային, այսինքն երիտասարդների համար էլ օրինակ կլներ, կտեսնեին, որ դրանք ազգի դավաճան են, հա, կտեսնեին, որ ցմատ փդմ են բերթերում, որպես ազգի դավաճան, ու ընդհանրապես այս մարդիկ ամենավատ իմաստով պետք է մտնեին պատմության սևեջերը, հայոց պատմության սևեջերը, թե ոնց են կեղեքե եւ կերել մեր երկիրը, որի հետևանքներով ինչպիսի կորուստներ ենք ունեցել, բայց քանի որ ոչ մի բան չի եղել, լուստրացիա չի եղել, պատիժ չի եղել եւ քաղաքական գնահատական էլ չի եղել, հիմի շատ հեշտ է երիտասարդությանը, չգիտեմ, մանիպուլյացիա անել։ Գիտես, մարդկա տանում են շալվար են առնում, մարդկա տելևիզոր են ուզում տան, չէ, բա տելևիզորը պետք չի, փողն է պետք եւ այլն։ Այսպիսի խոսակցությունները երիտասարդների կողմից լսելը ինձ համար շատ ցավալի է, ես բազմաթիվ անգամ իմ եթերներում հայտարարել եմ, որ երիտասարդությունը քաղաքականության մեջ ակտիվ չի, դա ցույց է տալի հենց իմ YouTube-յան ալիքի ստատիստիկան, ժողովուրդ ջան, որտեղ որ ցույց է տալի տարիքային ինչ մարդիկ են քեզ դիտում, հա, այսինքն ովքեր են ավելի շատ հետաքրքրված տվյալ թեմաներով եւ տեսնում ես, որ երիտասարդության թիվը այնքան ցածր է, որ քեզի մտորելու տեղիք է տալի, էլի որ հասկանում ես, որ երիտասարդությունը Հայաստանի քաղաքականության դաշտից բավականին հեռու են։ Իսկ եթե բավականին հեռու են, այսինքն իրանց չի հետաքրքրում երկրի պետականության ապագան։ Ես մի քանի անգամ ասել եմ, չնայած պնդումներ են եղել տարբեր մարդկանց կողմից, որ ճիշտ է նրանք թող իրանց գործերով զբաղվեն, չգիտեմ, իրանց ապագան կառուցեն, սովորել էսյան, բայց եկեք հասկանանք, որ ժողովուրդ ջան, երբեք չի կարող լինի ապագա, եթե քո երկիրը ապագա չունի, այսինքն եթե դու ապագա ես ստեղծում, առաջի հերթին պետք է երկիրը ամուր լինի, երկիրը ապագա ունենա, որ դու ապագա ունենաս, եթե երկիրը ապագա չունի, դու ապագա չունես, կամ էլ պետք է թողնես եւ հեռանաս երկրից եւ դասվես այն շարքին, ովքեր որ հեռացան մեր երկրից եւ այսպես ասած ենթարկվեցին սպիտակ ցեղասպանությունը, դա էլ է սպիտակ ցեղասպանության մաս դառնա, էլի, այսինքն դատարկվի հողը, որն էլ որ ես միշտ ասել եմ, դատարկ հողը անտեր չի մնում, դատարկ հողը մնալու է Թուրքին, ռուսին չի մնալու, Թուրքին է մնալու, մեծ էլ հատուկ ասեմ, որովհետեւ որոշները չգիտեմ սխալմա մտածում են, որ Ռուսաստանը մեր հարևանն է, հարևանը չի, հա, մենք Ռուսաստան անունով հարևան չունենք, հա, Ռուսաստանը մոտիկ է մեզ, այո, մոտիկ է, այսինքն տարածք բանով էլի, տարածքով, լավ, սենց ասենք մոտիկա, բայց իրանք մեզ հարևան չեն, մեր հարևանները Վրաստանն է, Ադրբեջանն է, Պարսկաստանն է եւ Թուրքիան է, եւ այդ հողերը որ դատարկվի, իհարկե Վրաստանին չի մնալու, քանի որ Վրաստանի ուժը չի պատելու, այ Թուրքիայի եւ Ադրբեջանի ուժը պատելու է, քանի որ իրանք երկուսով հա իրար հետ են, հետել ասենք, որ բոլորի համար ընկալելի լինի։ Մանկապարտեզական զրույց եմ տանում, որ
ցավալի է, էլի, այսպիսի բաները պետք էր որ շուտվանից հայ ժողովուրդը հասկացած լիներ, ցավոք սրտի, ես գիտեմ, որ շատ մարդիկ կան, որ այս ամեն ինչը հասկանում են, բայց ցավոք սրտի տեսնելով, որ միաբջիջների քանակը շատ են, ես ստիպված այսպիսի զրույցներ էլ պետք է տանեմ, որ ընտրությունները դեմը գալի, քանդում են երկիրը, էլի։ Ուրեմն էլ ինչ կա, ժողովուրդ ջան, նայեք, հիմա էլ այսպես ասած նորություններ են տարածվում, սա էլ պանիկայի նման ինչ-որ մի բան է տարածվում Հայաստանի Հանրապետությունում, որ գիտեք ինչ կա, մեզ բոլորիս լսում են, վախի մթնոլորտ է, մենք մեր անձնական զրույցները չենք կարողանում խոսանք, մենք մեր, չգիտեմ, քաղաքական տեսակետները վախենում ենք խոսանք, ուրեմն միանգամից ասեմ, սա սուտ է, ինչ իմաստով եմ ասում սուտ, որովհետև անհանգստանալու կարիք չկա, եթե դու ոչ մի անօրինական բան չես անում, բոլոր երկրներում էլ ձեզ լսում են, բոլոր երկրներում դա ազգային անվտանգությունից է, անվտանգության հարց է։ Եթե ինչ-որ կասկածներ կան, եթե երկրում համատարած ինչ-որ վտանգ կա, սկսում են համատարած բոլորին լսել։ Սա Հայաստանին էլ է վերաբերվում, եթե դուք ոչ մի ընտրակաշառքների մեջ, ինչ-որ հայրենիքի դավաճանության մեջ չկաք եւ ձեր, չգիտեմ, խոսակցությունը, ձեր, չգիտեմ, անձնական խոսակցությունն է կամ քաղաքական տեսակետն է, հա, այսինքն, չգիտեմ, դուք Նիկոլ Փաշինյանին դեմ եք եւ այլն, ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում։ Ես հատուկ ստուգել եմ Հայաստանի Հանրապետությունը խոսքի ազատության շրջանակներում բավականին բարձր տեղ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետությունում այս բանի խոսքի ազատության սահմանափակում չկա։ Այդ դրանից է գալի, որ ով ինչ ուզում հելնում խոսում է, քֆուր անում եւ այլն, հա։ Խոսալ ես նկատի ունեմ, որ ով ինչ ուզում հելնում խոսում է, լավ անում, այ որ քֆուր են անում, լավ չի անում, սրա համար հատուկ ես եթեր ունեմ։ Սա էլ է այդ ձև մի բան տարածվում, որ չգիտեմ, ես խեք մեզի լսում, բան լավ են անում, պետք է լսեն։ Շուտվանից պետք է լսեին, որ չեզոքացնեն պետականության դեմ եկող այս արշավները։ Չնայած ուշացած է, բայց ասում եմ ավելի ուշ, քան թե երբեք։ Կարևորը գիտեք որն է, որ սրանից հետո այս ամեն ինչը շարունակվի Հայաստանի Հանրապետությունը մոլախոտներից մաքրվելը, թեկուզ լսելու տեսանկյունով։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ ովքեր որ բաց են թողը, իմ անցյալ եթերներում պատմել եմ ձեզ, որ Արգենտինայում բազմաթիվ լրատվամիջոցներին մեղադրանքներ է առաջարկվել եւ ոնց է առաջարկվել, հենց մի մասին, որտեվ լսել են ինչ են խոսում, հա, որտեվ կասկածը եղել է, նկատել են ինչ-որ մի բան ինչի, սկսել են համատարած լսել։ Թե խոսակցությունները, թե նամակագրությունները, ամեն ինչ մի խոսքով հետևել են, սա նորմալ երևույթ է։ Հենց որ բոբո դյադյա բաներ ստե մի սարքեք, հերիքա մանիպուլացնեք մեր ժողովրդին, էլի շանտղեք։ Սրանք որտեվ շանտղեք են, ես ինձի թույլ եմ տալի այսպիսի արտահայտություն, որտեվ սրանք վաճառում են Հայաստանի Հանրապետությունը ու բացատրեցի ինչի համար։ Եթե ինչ-որ մեկը լավ չհասկացավ, նորից կրկնեմ, մարդիկ եթում կյանք են տալի Հայաստանի Հանրապետության համար, մենք եռաբլուր ունենք ժողովուրդ ջան, հա, չնայած ժողովուրդը գիտի, մոլախոտներ, մենք եռաբլուր ունենք, ովքեր որ կյանք են տվել Հայաստանի Հանրապետության համար, որ լինի ազատ անկախ պետականություն, որ դուք ընտրելու իրավունք ունենաք այ մոլախոտներից, դուք ուզում եք եթակ ստրուկ դառնաք, հա, այսի լավ հիշեք, որ դուք իմանաք ով եք։ Վաղը մուսյոր Աստված եթե չանի էլի իհարկե, ես չեմ ուզում տես բանի հավատամ, կարծում եմ չէ լինի, բայց Աստված ոչ անի սենց, եթե այս մարդիկ ովքեր որ գումարով ձեզ գնում են ու դուք էլ գնվում եք եւ վաճառում եք, այ հետո որ երեխուտ ժամանակ հետո էլի, երեխուտ բռնեն ու անեն էսի էնի, հա, հետո գիտես ինչ ես ասելու դու երեխուտ, դե գիտես ինչ կա, բալաջան, դե ես վաճառվել եմ ժամանակին, կամ եթե դու չասես երեխեդ բողոքվի թեխի ասենց եղա, ասելու են որտեվ հորդ չգիտեմ 100,000-ով առել ենք կամ 50,000-ով առել ենք, 200,000-ով առել ենք, մի հատ շլվարով առել ենք, մի հատ տելևիզորով առել ենք, բա համի պետք է փակվես, բա համի քեզի պետք է էս անենք, այն անենք, պետք է փաթեն քեզի, հասկանում եք, նենց որ այս վիդեոն պահեք, հա, ասված չանի, բայց որ տես բան լինի, որ հետո ձեր երեխեքը տենան, որ իմանան իրանց papaներն ու մամաները ովքեր են եղել, որ իրանց ապագան վաճառել են, էսի սենց, ինչը վերաբերվում է հանցագործություններին, որ այս բանը ում բռնին ժողովուրդ ջան, ընդհանրապես այս մեր երկրում ում բռնում են, ինքը չգիտեմ, նենց անձեռնամխելի մարդ է դառնում։ Այս սրանք կամ հիվանդ են, կամ հղի են,
կամ երեխա ունեն, կամ եթե իրանք հղի չեն, չգիտեմ, կարող է իրանց տան տղամարդիկ են հղի, որ իրանց կնոջ այդ ձևի բաներ են թույլ տալի, հա, ասենց օբշակով, ընտանիքով հղի են, էլի, ու իրանց, չգիտեմ, թերությունները, հիվանդությունները, հոգեկան խանգարումները, մտավոր հետամնացությունը, գիշերը տակը, չգիտեմ, ճիշի քաքա անելը եւ այլն, հանցագործության ժամանակ, այսինքն իրանց այդ ամեն ինչը չի խանգարում, հենց հանցագործություն անում, բրծնում են ու իրանք, չգիտեմ, բռնվում են դրա վրա, հիշում են, որ գիշերը ճիշի քաքա են անում, իրանք երեխա են, իրանք ձերբակալել չի կարելի, իրանք, չգիտեմ, վերջի զանգ ունեն, էս ունեն, այն ունեն, մոռանում են, որ 18 տարեկան տղեկը, հա, սաղմանի վրա իրանց էին պայթեցնում թուրքի հետ միասին, հա, ու ասում էին էս դիրքի տվողի մերը կամ հանձնողի մերը, հա, այս մոռանում են, բայց հիշում են, այդ ժամանակ ցենք իրանք տղամարդ են, այդ ժամանակ իրանք երեխա չեն, հա, մեր հերոս տղեկին, բայց իրանց երեխիքը, որ արդեն իրանց երեխիքն են, արդեն հենց երեխա էլ անվանում են, հա, իրանք արդեն վերջ, իրանք երեխա են, իրանք ոնց կարած դու ձերբակալես, հա, կամ ինքը հիվանդ է, կամ էս կինը երեխա ունես գնա երեխու տիպտիրություն արա, ինչ ես հենց երկրի քանդման գործերով զբաղվում։ Նենց որ սա ոչ մի արդարացում չեն, բոլորը պետք է պատասխանատվություն կրեն, ժողովուրդ ջան, իհարկե, եթե Հայաստանի Հանրապետությունը լինի նորմալ, այսինքն իրավապահ մարմինները նորմալ լինեն եւ նորմալ լինեին դատական համակարգը, ցավոք սրտի դատական համակարգ չունեն եւ այստեղ էլ իհարկե մեղքը հենց երկրի իշխանություններինն է, հա, եթե ունենենք, այս սրանք բոլորը պետք է հատուկ կերպով էթային պատիժ եւ ոչ թե, չգիտեմ, ընտրակաշառք բաժանելու կամ ընտրակաշառք վերցնելու համար, այ պետական դավաճանության համար, նորից ուզում եմ հիշեցնեմ, այն լրատվամիջոցները, ժուրնալիստներ են, չգիտեմ ովքեր են, էսյան, որ հիմա այստեղ Արգենտինայում գնացել են դատարան, հա, ես իրանց անմեղության, այսպես ասած, վարկածները չխախտենք, որտեղ դատարանը պետք է դեռ որոշի, որ մեկն էր, հա, որ մեկը չէ, հա, ով էր մեղավոր, ովը չէ, բայց ով որ մեղավոր լինի, գիտեք ինչի համար է, ինչ մեղադրանք առաջադրվել իրանց առաջադրվել է մեղադրանք երկրի պետականության դավաճանության մեջ, հայրենիքի դավաճանության մեջ, ոչ թե, չգիտեմ, զակասով նյութ գրելու մեջ կամ զակասով, չգիտեմ, տեսանյութեր հրապարակելու մեջ, հա, հակապետական, ոչ, փող գումար վերցնելու համար չի առաջադրվում մեղքը, այ մեղքը առաջադրվել պետական դավաճանության մեջ եւ սրանց էլ պետք է պետական դավաճանության մեջ մեղադրանք առաջադրվի։ Ուրեմն ժողովուրդ ջան, եւս մեկ բան, ես կխնդրեմ իհարկե, եթե դուք ինչ ձևերով, չգիտեմ, զապիս եք արել, նկարել եք կամ տեսել եք այն մարդկանց, չէ, տեսնելը չէ, որտեղ տեսնելը քիչ է, բայց եթե ապացույցներ ունեք ինչ որ ընտրակաշառքների, պետական այսպիսի դավաճանությունների մեջ, մի խոսքով դուք հասկացաք, չգիտեմ, կարողա ձեր գյուղում, ձեր քաղաքում, ձեր բակում եւ այլն, անգամ ձեր հարազատն է, ինչ հարազատ, եթե վաճառում է ձեր պետականությունը, այն կապ չունի ինքը ով է, հա, խնդրեմ իհարկե ոստիկանությանը տեղեկացնեք, ձեր ապացույցները ուղարկեք, եթե ժողովուրդ կա ինչ պատճառներ, որը որ դուք չեք ուզում ինքներդ հայտնեք, խնդրեմ ուղարկեք ինձ, ես կբարձրաձայնեմ կամ կտեսնեմ ինչա, ոնց է եւ եթե հարկ լինի, ես ինքս կուղարկեմ համապատասխան մարմիններին, թող այդ մատերիալներով զբաղվեն։ Ինչպես իմ հետ կապնվել Facebook-ի միջոցով, ոչ թե YouTube-ի, այլ Facebook-ի միջոցով, որտեղ Facebook-ում կա Messenger տարբերակը, որտեղ որ դուք կարող եք ձեր ձայնագրությունները կամ նկարածները ինչ որ լինի, կարող եք ուղարկեք, իհարկե մի քիչ պատմելով ինչա ոնց է, եւ այդպիսով ես արդեն կորոշեմ, դա միանգամից ուղարկեմ համապատասխան մարմիններ, թե տեղադրեմ, որ դուք տեսնեք։ Իսկ համապատասխան մարմիններին, ուժայիններին ես կխնդրեմ այն մարդկանց մեղքը, ովքեր որ արդեն ապացուցվել է, նկարները դնել իհարկե, մենք պետք է ազգովի տեսնենք այդ մարդկանց դեմքերը, ովքեր որ վաճառել են Հայաստանի Հանրապետությունը, ովքեր որ ուրանում են մեր զոհված տղաներին, ովքեր որ չեն գնահատում մեր պետականությունը եւ վերջը որ բոլորս իմանանք էլի այս շանծանունդներին, ընդ հարևաններ կան, բարեկամներ կան, չէ՞ որ մեջները լիքը նորմալ մարդիկ կլեն, որ այս ամեն ինչի հետ կապ չունեն, որ իրական հայ են, թեկուզ եթե հայ չեն, արա սիրում են հայոց պետականությունը, սիրում են հայոց հողը,
Հա, լիքը մարդ կա, որ չգիտեմ, հայ չի, բայց անգամ Հայաստանում չի ծնվել, բայց սիրում ու գուրգուրում է մեր պետականությունը, շատ է գնահատում։ Չէ՞ որ մենք նաև ունենք ազգային փոքրամասնություններ, ովքեր որ շատ-շատ սիրում են մեր Հայաստանը եւ պատրաստ են անգամ իրենց կյանքը վճարել մեր պետականության համար։ Նենց որ եթե դուք այդ նկարները, հա, ու մեղքը, որ արդեն ապացուցված է, դնեք հրապարակայինորեն եւ ցույց տալ ժողովրդին, հարգելի, չգիտեմ, ոստիկանությունն է զբաղվում, քննչականն է զբաղվում, թե ազգային անվտանգությունն է զբաղվում, մի խոսքով, դրեք, թող ազգը իմանա, որ թքի սրանց երեսներին։ Մենք բոլորս պետք է իմանանք, թե սրանք ովքեր են։ Մենք պետք է բոլորով թքենք սրանք աշխարհի վրա պիտի տեղ չունենան այդալու, ասկա դաժե որ Հայաստանից փախնեն, չգիտեմ, գան ստեղ էլ իմանանք, որ այս մեկը ազգի դավաճան է։ Գնան ընդե այնտեղ էլ իմանան, որ ազգի դավաճան է, որ տեղ չլինի այդալու։ Իսկ երկրի վրա, չգիտեմ, միակ տեղը որտեղ հայ չկա, դա կարող է Ադրբեջանն է։ Ուր էթաս հայ կա։ Բոլորը պետք է իմանան, որ այս տականքները, այս մարդը, հա, ասենց ուղիղ տականք է։ Մենք պետք է ճանաչենք դրանց։ Խնդրեմ, որ անպայման բոլորի լուսանկարները, հա, ում անմեղության կարգավարկածը, հա, ոչ մեկի անմեղության կարգավարկածը չխախտելով, ումը որ արդեն ապացուցված է իհարկե, դնել մենք ուզում ենք տեսնենք, թե չէ միայն անվան առաջի տառը, երկրորդ տառը դնում եք մթում ինչ։ Մենք sense ինչ իմանանք ինքնով է։ Դրեք որ տեսնենք իմանանք, որ իր հայատու ամաչի խանութ է թա ընդհանրապես, ամաչի տնից դուրս գա, որ հարևաններից բռնած, բարեկամներից բռնած թքեն երեսին։ Որտեվ սրանք այն մարդիկ են, ովքեր որ հələ իրանց ընտանիքը հեչ, մենք вообще փաթած ունենք իրանց ընտանիքին, որ ինքը իր ընտանիքին ծախում է, հա, ինքը այդքան էժան է գնահատում իր երեխուն, իր մորը, հա, որ հետո պետք է ազգի դավաճանները կան նստեն ու իհարկե իր ընտանիքին քլնգեն, միջև վերջի կոպեկը էլի մաշսնեն որպես տրուկ, հա, եթե ինքը չի գնահատում իր ընտանիքը, մենք ինչի պիտի գնահատենք իր ընտանիքը։ Ինչի մար պիտի գնահատենք այն մարդու ընտանիքին, ով ինքը չի գնահատում։ Հələ մի հատ էլ իր ընտանիքին էլ հետն է տանում։ Հա, ընտանիքներով պետք է սրանք ընդհանրապես ամանչեն Հայաստանի Հանրապետությունում քայլեն։ Բայց սրանց ամանչելու, հա, հերթը պետք է գար, գիտեք, երբ որ Սերժ Սարգսյաններով, Ռոբերտ Քոչարյաններով, այդ իրանց տականքներով բոլորը կրեին պատասխանատվություն։ Ինչ եմ ուզում ասեմ, սրանք չկրեցին պատասխանատվություն, այ դրա համար էլ այս մոլախոտները այսպես հաբրգած եւ բաց դեմքով գնում են ազգի դավաճանության։ Իսկ մոլախոտներին նորից ուզում եմ հիշեցնել, որ տեսնում եք ոնց են ձեզ դիմում, ձեզ դիմում են շուն շանգյալ, դա ամենամեղմ արտահայտությունն է ձեր հաշվին, որտեվ եթե դուք մտածում եք, որ չգիտեմ, դուք ինաս 10-ած զեն կբերեք կամ 100-ած զեն կբերեք, ինչքան ուզում ա լինի, դրանով, հա, դրա դիմաց գումար վերցնելով, բան դուք ունես մտում թույն տղա եք, ձեզ ինձ հարգելու են, դուք հզոր 10-ով ճիկ եք, հա, դուք սխալվում եք, ձեզի վեշնիլ վերաբերվել են շուն շանգյալի, հա, որտեվ դուք ստրուկ եք, այսինքն ձեզի ո՞ս կարելի է մարդ ու տեղ դնել, որ դուք մտածում եք, որ դուք ձեզ ծախեք, դուք նենց հզոր դեմք եք լինելու, հա, ձեզի հարգելու են, ձեզի հարգող մարդ այս աշխարհում չկա, դուք օգտագործվող մարդիկ եք, մարդիկ էլ չեք, էակներ եք, ում պետք է հա ինչ էին օգտագործեն, հենց մաշվես տնեցիկիտ են օգտագործել, որտեվ պետք է ասեն պապա ծախվել է, համի դու պետք է շարունակես, հա, քեզի պետք է բան անենք, մաշացնենք, բան ունես ասելու գնա պապայիդ ասա, կամ այդ վաղ կեթաս պապայի գերեզմանին կասես, բայց sense արդեն դուք ծախվել եք, շուտվանից հորը տառել եմ, մորը թառել եմ, ձեզ էլ շինում եմ։ Եղավ, այս էլ sense, այս էի ուզում ասեի, ժողովուրդ ջան, ես կխնդրեմ նորից, որ դուք լինեք ակտիվ, դուք պայքարեք ձեր պետականության համար, ամեն ձևով օգնեք երկրի այսպես ասած ոստիկանությանը, որ կարողանան բացահայտեն, ժողովուրդ ջան։ Ես գիտեմ, որ շատ-շատերը դժգոհ եք երկրի իշխանությունից, ես էլ եմ դժգոհ, բայց դա մեզ թույլ չի տալի, որ մենք չգնահատենք մեր պետականությունը։ Մենք պետք է անկախ նրանից ով է երկրի իշխանությունը մենք պետք է սիրենք, փայփայենք եւ գուրգուրենք մեր պետը։ Մենք 900 տարի պետականություն չենք ունեցել,
Հասկանում եք, սա ինչ հրաշք է, որ մենք պետականություն ունենք։ Սա ինչ հրաշք է։ Մի խոսքով ժողովուրդ ջան, օգնեք, այո, օգնեք, ուղարկեք ձեր մատերիալները, ձեր տեսածները, նկարածները, զապիսարածները մեզ էլ ուղարկեք, մենք էլ կտարածենք, մենք պետք է պայքարենք մեր պետականության համար։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ ժամանակին, երբ որ ասեցին, գիտեք, ինչ կա, չգիտեմ, այստեղից այնտեղից մարդիկ են բերելու, որ մասնակցեն ընտրություններին, իհարկե գումարով, իրանց ծախսերով, ես դեռ այն ժամանակ ասեցի ավելի էժան է ներսի մոլախոտներին առնել, քան թե այդքան ծախս անել դրսից բերել։ Ցավոք սրտի մեր մոտ մոլախոտները շատ են եւ հիմի իմ ասածները տեսնում եք իրականանում են։ Չեմ ասում դրսից մարդ վաբշե չեն բերի, իհարկե բերում են, տեղեկություններ կան, որ ռուսական համարներով շատ ինչ որ մեքենաներ են ֆրֆռում Հայաստանում, բայց դե թո բոլորը չեն, որ եկել են դրա համար, բայց կա տես բան։ Բայց գեր մեծամասնություն գումարը իհարկե տրամադրվելու է տեղի մոլախոտներին գնելու, տեղի ամբարոյականներին ընտանիքով հանդերձ, sense իրանց մայֆով հանդերձ գնելու եւ Հայաստանի պետականությունը զավթելու եւ իհարկե արդեն հետևանքները գիտեք ինչա լինելու։ Ես ասել եմ այնպես եղավ, որ այն ասում լավ կրթված եւ հանճար մարդիկ ժամանակին մեծամասնությունը իհարկե ոչ բոլորը ցավից էսրանց ցավից, հա, անարդարությունից թողեցին, հեռացան եւ Հայաստանից եւ իրանց հանճար մտքերը իրագործեցին ուրիշ երկրներում, ուրիշ երկրների դրոշի տակ եւ այն հանճարությունը, որ կարող էր լինել Հայաստանի Հանրապետությունում, հիմա միայն պետք է ասենք սա հայա, նա հայա, էսա հայարը, էնի նա հայարը։ Էդի նրանից է, որ լավագույնները հնարավորության դեպքում թողում հեռանում են, որտեվ այդ անարդարության հետ, հա, այդ ժամանակաշրջանի մասին է, այդ ամեն ինչի հետ չէին հաշտվում։ Իրանք ներսից ռապ չեն, հասկանում եք, ստրուկ չեն, մոլախոտ չեն, իրանք չեն կարա մոլախոտության պայմաններում ապրեն, դրա համար թողում եւ հեռանում են։ Եթե այգեպանը չկա, որ այդ մոլախոտներին հեռացնի, հա, ստիպված լավերը հեռանում են, մոլախոտները մնում են։ Կամ էլ պատերազմի ժամանակ լավերը զոհվում են, իսկ իրանց նման անբարոյականները մնում են, հետո սկսում են մնացած լավերի կյանքը դժոխք սարքել, որ քանդել պետականությունը։ Հենց որ օգնեք, որ Հայաստանի Հանրապետությունը նույն ճանապարհով չթա, որ Հայաստանի Հանրապետությունը մնա կանգուն։ Ես էս էի ուզում ասել, ժողովուրդ ջան, մնացածը գիտեք ինչ կա։ Դուք ձեր խիղճը արեք նենց ոնց որ դուք եք ճիշտ համարում, պատմությունը ձեզ բոլորիդ գնահատական կտա։ Այսօր այսքանը, ցտեսություն, հաջողություն։